Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Բարև ձեզ։ Մենք այսօր առաջին անգամ ենք հանդիպել եւ զրուցելու ենք տարբեր թեմաների շուրջ։ Ամենաարդիական թեմայից կսկսենք, որը 3 էր հոկտեմբերի 27-ի հիշատակի օրը։ Այդ օրը մեր պատմության ամենացավոտ եւ տխուր օրերից մեկն էր եւ անշուշտ բոլորս հիշում ենք այդ օրը տխրությամբ։ Դա մի կետ էր, որտեղից շատ բան փոխվեց Հայաստանի համար։ Ինչ եք կարծում այդ մասին, ինչ կարծիք ունեք։ Անշուշտ համաձայն է, որ հոկտեմբերի 27-ը նոր անկախացած Հայաստանի Հանրապետության ամենամռայլ ներքաղաքական ահաբեկչություններից, ոճրագործություններից մեկն է։ Այն անգամ կարող ենք համեմատել պետության վերնախավը գլխատելու հետ։ Ընդ որում իմ խորին համոզմամբ ես որպես նաև ուսումնասիրողի կարգավիճակով հանդես եկող անձ բազմաթիվ վերլուծություններ եմ կատարել, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ ինչն էր պատճառը, որ Խորհրդային Միության լուծարումից հետո, երբ որ մենք վերանկախացանք, Հայաստանի Հանրապետությունը կանգնեց այնպիսի խնդիրների առաջ, որ իր ինքնիշխանության ապահովման եւ անկախացման գործընթացը հավուր պատշաճի չկարողացավ իրականացնել։ Ինչն էր այդ պատճառները, եւ ես ցավոք սրտի ինքս ինձ համար բացահայտում եմ, որ դեռևս պատմաբանների գնահատականի կարիք կունենա, գուցե եւ այլընտրանքային արդարադատության կողմից լյուստրացիայի իրականացման պայմաններում քաղաքական գնահատական կտրվի այդ գործընթացներին եւ ավելի պատշաճ մոտեցում կորդեգրվի, այնուամենայնիվ ես իմ մասնավոր կարծիքը ունեմ, որ այդ տպավորությանը եկել եմ։ Հասկացա, որ 80-ականներին Արցախյան շարժմամբ պայմանավորված, ընդ որում Արցախյան շարժումը, որը որ պայմանավորված էր Բաքվի եւ Սումգայիթի հայերի կոտորածով, այնուհետև երբ որ Ադրբեջանը փորձեց այդ կոտորածը եւ ջարդերը տեղափոխել Լեռնային Ղարաբաղի տարածք, հայաթափեցին Նախիջևանը, հայաթափեցին Գարթմանը։ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչությունը կարողացավ կանգնեցնել այդ ագրեսիան եւ միացում հիպոթեզով առաջ ընթացանք իբրև ժողովուրդ, իբրև անկախությունը վերակերտելու ցանկությամբ օժտված հանրույթ եւ այդ միացում հիպոթեզի հիման վրա ձևավորվեց Ղարաբաղ կոմիտեն։ Եվ ես կարող եմ ենթադրել, որ Ղարաբաղ կոմիտեի ձևավորման տարիներին օտար պետությունը իր ազդեցությունը փորձեց ծավալել անձանց ներդնելու համատեքստում, այսինքն փորձեցին process-ները ուղղորդել համապատասխան անձանց ներգրավելու, թե այդպես է, այդպես չի, իրավաքաղաքական գնահատականը կտա, բայց ես իմ մասնավոր տեսակետը հնչեցնելու իրավունք ունեմ, որտեվ այլ տրամաբանական վերլուծություն ուղղակի չեմ գտնում։ Ու քանի որ ստեղծվեց մի իրավիճակ, որ Արցախյան պատերազմը արդեն 94 թվականի դրությամբ, ստատուս քվոյի դրությամբ ձևավորվել էր հրամանատարական մի օղակ, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սպասարկելուն միտված, նաև այն քաղաքական գործիչները, որոնք որ նվիրաբար ծառայում էին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության գաղափարին, կարողացան քաղաքական հասունության մի մակարդակի գալ, որ հասկացան տարբեր պետությունների ներգրաված տարածաշրջանում ռազմաքաղաքական շահերի բուն էությունը, իմաստը։ Եվ այդ բուն էությունն ու իմաստը բացահայտելով հանդերձ, նրանք փորձեցին իրողությունները բերել իր շրջանս յուր, այսինքն կերպափոխելով ստեղծել մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այնուամենայնիվ անկախական մոտեցումները կսպասարկի, ի հեճուկս այլ ռազմաքաղաքական կենտրոնների, որոնք իրենց ռազմաքաղաքական շահերն էին սպասարկում Հայաստանում։ Եվ գուցե եւ դա էր պատճառը, որ տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը։ Եվ հոկտեմբերի 27-ը, ինչքան էլ ցավալի է նշել, դա Հայաստանի Հանրապետության անկախական գործընթացների եւ Հայաստանի Հանրապետությունը մեկ այլ մակարդակի բարձրացնելու process-ի կասեցման ակտ էր, հանցագործություն էր ընդդեմ պետականության, ընդդեմ հայոց պետականության եւ հայ ժողովրդի, որով մենք հետ շպրտվեցինք այդ կախված լինելու, կախյալ լինելու ճանկերի մեջ։ Հիմա ճակատագրի բերումով արդեն 21-րդ դարում մենք երկրորդ շանսը ունենք դուրս պրծնելու, պետք է կարողանանք կարճել ցանկացած հնարավորությունից։
Շատ լավ, շնորհակալություն պատասխանի համար։ Պարոն Սիմոնյան, այդ օրերի, այդ օրվա իրադարձությունները մնում են հիշողությունների մեջ ոչ միայն քաղաքական մակարդակով, այլև շատ անձնական։ Ինչ եք կարծում, ինչն ամենաշատը կոտրվեց հասարակության մեջ այդ դեպքերից հետո, վստահությունը, հավատը, թե միասնությունը։ Մարդիկ 90-ականներին շատ մեծ դժվարություններ էին քաշել, նրանք ովքեր որ 90-ականներին միջին եւ ավագ սերունդ են, կհիշեն թե ինչ մակարոններով էին կարողանում օրվա հացի խնդիր լուծել, իսկ այն անձիկ ովքեր որ 90-ականների երեխաներ են եղել, շատ լավ գիտեն այդ օրերի դժվարությունները, Հաստատ։ կենցաղային խնդիրները, անցումային իրողություններով պայմանավորված, որովհետև անձամբ ես այն սերնդի ներկայացուցիչն եմ, որոնք Սովետական միության դպրոցից անցում էին կատարում նորանկախ Հայաստանի Հանրապետության դպրոցի մոդելին եւ դեռևս հինը մերժելով նորը չկար եւ այդ անցումային փուլում մենք գիտենք ինչքան օրհասական խնդիրներ կային ամբողջ Հայաստանով մեկ, Երևանում մասնավորապես, որովհետեւ գյուղերում մի քիչ իրավիճակը բարվոք էր, գյուղացին պահեց Երևան այս առումով։ Երևանում սարսափելի էր իրավիճակը, որտեղ Երևանը չէր կարողանում անգամ սննդամթերքի խնդիր լուծել, որտեղ աշխատատեղերի ուղակի բացակայություն կար, այդ ամբողջ շղթան, որը ձևավորված էր ներքին տնտեսությունը ապահովելու համար, փշրված էր։ Եվ մենք կադրերից գիտենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը Լեռնային Ղարաբաղ այցելելու ժամանակ, երբ որ այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ հանդիպում էր, ինչ մռայլ կանխատեսումներ էր անում, որ Ելցինը խոստացել է մեկ նավ ցորեն, որը եկել հասել է Վրաստան հասնելուն պես շրջվել հետ է գնացել, ինչ տեղի կունենա, եթե պայքարը շարունակվի այն ոգով, այն մղումով, որը որ շարունակվում էր, որ մեկ շաբաթ հետո սով կսկսվի Հայաստանի Հանրապետությունում, որ 3 օր հետո եթե սովը սկսվի Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախը կկորցնենք։ Այդ մռայլ հիշողությունները, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անդադ անում էր, այդ լիպարիտյանական այդ ուղղությունը, որը սպասարկվում էր, մենք բոլորս քաջատեղյակ ենք եւ հիշում ենք։ Եվ դե պատկերացրեք մի հանրություն, որ այդքան դժվարությունների մեջով անցավ, սխրանքի աստիճանի մակարոններով երեխա դաստիարակեց, կարողացավ ընտանիք ապահովել, այդքան երազանքներ կիսատ թողնելով, այդքան կյանքի հաճույքներից չօգտվելով, մակարելով, վերջում կանգնեցին կոտրած տաշտակի առաջ։ Երկիրը գլխատվեց, այն ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք հույսի շող էին բացել, իսկ դա միասնություն դաշինքներ, Վազգեն Սարգսյան եւ Կարեն Դեմիրճյան, մարդիկ հույս էին փայփայում, որտեղ Կարեն Դեմիրճյանը քաղաքական գործչի այն տեսակն էր, որը շատ լավ էր հասկանում ինչ է պետություն։ Իսկ Վազգեն Սարգսյանը այն ռազմական եւ քաղաքական գործիչն էր, որը այդ նույն պետության համար մաքարեց, ամեն ինչ արեց, ոչինչ չխնայեց, եւ շատ շատերը կան։ Ես կարող եմ հիշել նաեւ իրական պետական այրերից Յուրի Բախշյանին, որը զոհ գնաց հոկտեմբերի 27-ի իրողություններին, եւ շատ շատերը, որոնք ծառայել էին անձնվիրաբար հայրենիքին, Արմենակ Արմենակյանը, Ռուբեն Միրոյանը, եւ այդ անձիկ զոհ գնացին սրիկաների հայի տականքի արձակած փամփուշտին, որը պատվեր էր կատարում, գուցե եւ օգտակար ապուշի կարգավիճակում, որտեղ օգտակար ապուշը որպես կանոն պատվիրատուին կարող է չհասկանալ, չճանաչել, իրեն թվա թե ազգանվեր գործ է անում, բայց իրականում քանդում է իր պետությունը։ Եվ սա պետք է լինի դաս բոլոր ժամանակների քաղաքական գործիչների եւ այրերի համար։ Արդյոք նրանց ворթեգրած քաղաքականությունը օգտակար ապուշի կարգավիճակով է պայմանավորված, թե նրանց համոզմունքները իրոք ռացիոնալ գետնի վրա տեղ ունեցող են։ Այս ռետորական հարցը նաև ուղղվում է այն քաղաքական գործիչներին, որոնք որ զորաշարժվել են անկախության հռչակագրին դեմ, որոնք որ փորձում են Հայաստանի Հանրապետության հիմքերը խարխրելով կեղծ պետականաստեղծ օրակարգով հանդես գալ, այն քաղաքական ուժերին, որոնք որ քաղաքական գործընթացներու պրոցեսները մի կողմ թողած զբաղվել են ազգային ինստիտուտների այսպես ասած առողջացման գործընթացով, չհասկանալով, որ նրանց ֆունկցիան այլ է, քո գործառույթը եղբայր այլ է, դու ուրիշ բան պիտի անես, դու կոչված ես, զորակոչված ես ուրիշ բանի համար։ Հիմա այստեղ մտածելու առիթ կա, ցանկացած մարդ, որը սթափ մտայնությամբ եւ առողջ տրամաբանությամբ է, մի պահ պետք է դադար վերցնի
մեկուսի նստի աթոռի վրա ու ինքն իրեն հարց տա. արդյոք նա հանդիսանում է օգտակար ապուշի կարգավիճակում, թե ոչ։ Եվ այդ անկեղծ պատասխանը ինքն իրեն պետք է խիզախություն ունենա տա։ Միայնության մեջ։ Սա է կարևոր, որ մենք պետք է հասկանանք, սա անջնջելի հետք է թողել, նախ Պանդորայի արկղ է բացվել։ Որտեվ մենք առաջին անգամ տեսանք հայի տականքի բարձրացրած սուրը հայկի զավակների ժառանգների վրա։ Ստացվում է, որ մեր էպիկական մտածելակերպի մեջ հայը եւ նրա հակապատկեր բելը ինքներս ենք, որտեղ հայկի մարմնացումը հայն է բովանդակառումով, իսկ բելը հայի տականքը, որը նժդեհյան բացատրություն ունի, թե ինչ կերպարանք ունի, այն հայի տականքը, որը ցանկացած ալտերնատիվա այլընտրանք ձևավորվելու համար խանգարում է։ Այդ հայի տականքը միայն Հայաստանում չի բնակվում, այդ հայի տականքը արտերկրում էլ է բնակվում։ Եվ ես ուզում եմ ասել, որ այդ հայի տականքը իմանա, ես անուն ազգանունով իրան ճանաչում եմ։ Ու թող վախենա, ու ես գիտեմ ինքը ինչեր է անում։ Սա սարսափելի է ուղղակի, ոնց կարելի է այդքան նենգ գտնվել։ Պարոն Սիմոնյան, այն ժամանակվա իշխանությունների մասին խոսում եմ, որ փակ էր եւ վերահսկողությունից դուրս։ Ինչ եք կարծում, ինչը թույլ տվեց, որ այդ իրադարձությունը տեղի ունենա։ Պետական սխալ էր դա, քաղաքական մրցակցության իսպառ բացակայություն, թե մեկ այլ խորքային ավելի այլ պատճառ։ Ես կարծում եմ, որ վերին օղակներ բարձրացրած որոշում կայացնողների եւ հատուկ ծառայությունների մեջ հայկական անկախական մոտեցումներով օժտված անհատները քիչ էին, որ կարողանային դա կասեցնել։ Անկեղծության բացակայությունն էլ կար այդտեղ։ Թեպետ եւ լուրեր պտտվում շրջանառվում են, որ խոսակցություններ ծավալվել են։ Օրինակ, Ռիմա Դեմիրճյանի հուշերում մենք շատ լավ գիտենք, որ Կարեն Դեմիրճյանը անկեղծացել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Մենք գիտենք, որ Վանո Սիրադեղյանը 2 անգամ զգուշացնող նամակ է հղել Վազգեն Սարգսյանին։ Զգուշացնող նամակներ եղել են։ Բայց գուցե եւ եթե մարդը ընդունակ չի ինչ-որ սրիկայության, կարծում է, որ ուրիշն էլ ընդունակ չի, բայց դա սխալ ստրատեգիա է, որտեղ եթե դու ընդունակ չես սրիկայության, մի ելի այն հանգամանքից, որ դիմացինն էլ ընդունակ չի։ Սա պետական մտածելակերպի, հատուկ ծառայությունների ազգային ուղղվածության, բացակայության հարցներ, ռազմավարական ընտրանու ոչ ազգային հիմքերի վրա հանդիսանալու հարցներ, եւ մենք որպես նորահայտ պետություն, որը քաղ հասարակության մակարոնների արդյունք չէր, այլ աշխարհաքաղաքական կոլապսի պատճառահետևանքային կապ։ Աշխարհաքաղաքական կոլապսը բերեց ազգային էթնիկական հիմնախնդիրների սրման, որտեղ հայ ժողովուրդը կանչ տալով իր պատմական հիշողությանը ավելի մարտունակ գտնվեց եւ ավելի դիմակայուն գտնվեց։ Բայց ինչպես Վազգեն առաջին վեհապար հայրապետն էր ասում, մենք այդքան սխրանք եւ հերոսություն մեզանում գտնում ենք անկախ պետականություն ստեղծելու, բայց այդքան բարոյականություն չենք գտնում այդ պետականությունը շենացնելու։ Այս 26 տարիների ընթացքում տարբեր վարկածներ են առաջ քաշվել, դա արդյոք դրսից պատվեր էր, ներսից դավաճանություն, թե մեկ այլ տարբերակ, դուք անձամբ ինչ համոզմունք ունեք։ Ես կասկածներ ունեմ, ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր տարբերակներն մեկ տեղում կարող էին լինել, եւ դրսից պատվեր, եւ ներսում դավաճանություն, ամեն ինչ էլ կարող էր տեղ գտնել, բայց ամենամեծ խնդիրը այն է, որ ենթադրությունների ծիրում ենք մենք գտնվում առայժմ։ Քաջատեղյակ լինելով, որ քանիցս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված է միջև վերջին ստորակետը։ Որ բացահայտված է հանրությունը ինչի չգիտի, ինչի պետքա վերլուծաբանները, քաղաքական գործիչները, վերլուծություններ եւ սուրճի մրուրի վրա գուշակությունների մակարդակում ասել մենք կարծում ենք, որ սա դրսից պատվեր էր։ Հա կարծեցինք, լավ արեցինք, կարծեցինք, փաստեր ներկայացրեք, դեմքով ճանաչենք ով է մեր թշնամին, ով է մեր բարեկամը։ Ինչից եք վախում։
Սա նույն այն պատմությունն է, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ամբողջ փաստաթղթերը տարան դրեցին էլի գաղտնի փաստաթղթերի դարակաշարի վրա։ Ինչու՞։ Ում վրա եք դա թողնում։ Եթե Աստծո հաջողությամբ եւ ժողովրդի կամոք շնորհապետական կուսակցությունը կարողացավ աննախադեպ հաջողություններ գրանցելով հաղթանակ տոնել, մենք դրանք կիչեցնենք այդ դարակաշարերից։ Ի վերջո պետք է հանրությունը տեղյակ լինի, արդարության վերականգնման կարևորագույն բաղադրիչներից մեկը ճշմարտության բացահայտումն է։ Չի կարելի մարդկանց հարատև խաբեության եւ մթության մեջ պահել։ Կանգնում հայտարարում եք, ասում եք անձինք կան, KGB-ի լրտեսներ են։ Ինչ կարելի էր դրա փոխարեն անել։ Հանրայինով հատուկ նշանակված ինչ-որ մի օր, հատուկ ծառայությունների սպա, իրավաբանների հետ միասին, անուն ազգանունները հնչեցնեին, փաստը ներկայացնեին, անուն ազգանունը հնչեցնեին, փաստը ներկայացնեին, որ բոլորս իմանայինք։ Միայն այդ կերպ է հնարավոր անկախ պետականություն կայացնել։ Մեղադրանքների տարափների մեջ, ինֆորմացիոն ճոճի ընթացքում, երբ որ այսքան շատ ապատեղեկատվություն կա, ենթադրություններով չի կարելի թողնել, որ հանրությունը երկար ժամանակ ապրի։ Ճշմարտությունը բացահայտել է պետք, որ մաքրվի, ջուրը մաքրվի, զուլալվի, կարողանանք նոր կետից պետականաշինությամբ զբաղվենք։ Շատ լավ։ Պարոն Սիմոնյան հաճախ են ասում, որ 99 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունը ոչ միայն ահաբեկչություն էր, այլև համակարգի ճեղքում։ Դուք համաձայն եք, որ այդ օրն իրապես փոխեց քաղաքական տրամաբանությունը։ Անշուշտ, աներկբայորեն, այդ օրը հիմք դրեց այն հանգամանքին, որ Ռոբերտ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը, հուղարկավորվեց ժողովրդավարությունը առհասարակ, անգամ ընտրական իրավունքի մակարդակով, որոշումներ կայացվեցին հայ ժողովրդի իրավունքներին դեմ, դուրս թողնվեց Արցախը բանակցային գործընթացում, գույքը պարտքի դիմաց, ռազմավարական նշանակության օբյեկտներ վաճառվեցին եւ ենթակառուցվածքներ վաճառվեցին Ռուսաստանի Դաշնությանը, որի պատճառով պատուհասի մեջ ենք մենք այսօր բոլորով, Հարավկովկասյան երկաթուղուց բռնած միջև էներգակիրներ, միջև խողովակաշարեր, գազատարներ եւ այլն։ Այնուհետև տեղի ունեցավ մարտի 1-ի 2-ի ողբերգական իրողությունները։ Զգալիորեն թուլացավ Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը, զինված ուժերի մարտունակությունը։ Բալանսը ապահովում էր մինչև 2002-ից մինչև 2005 թվական։ Այնուհետև 2010 թվականին Դմիտրի Մեդվեդևը 40 հոգանոց պատվիրակությամբ մեկնեց Բաքու եւ 3 միլիարդի պաշտպանական անվտանգային պայմանագիր վավերացրեց Ալիևի հետ։ Հետո տեղի ունեցավ պասելով խաղի վերջնարդյունքում գնդակի փոխանցում շեշտակի հարվածով Սերժ Ազատի Սարգսյանին, որը նստած էր շախմատի տախտակի մոտ։ Այսինքն այդ գնդակի փոխանցումը բասկետբոլի վերածվեց շախմատի։ 10 տարի կառավարման իրավիճակներում Սերժ Ազատի Սարգսյանը այլ ռազմավարություն կիրառեց։ Եթե նախկինում օպոնենտների նկատմամբ բիրտ գործողություններ էին ծավալվում, Սերժ Ազատի Սարգսյանը փորձեց զրկել դիմագծից օպոնենտներին։ Ոմանք պաշտոններ ստացան, ոմանք բիզնեսներ ստացան։ Շատերը չեն կարողանում ռեաբիլիտացվել նույն այդ համակարգի պրոկրուստյան մահիճով անցնելուց հետո։ Հետո հարցը ձգվեց մինչև 2016 թվականի ապրիլյան քառորյա։ Այդտեղ արդեն վերջնագիծն էր, այդտեղ ասեցին հասել եք, իջեք։ Զանգահարեցին Ռուսաստան, խնդրեցին, աղաչեցին, թե ինչ արեցին, կանգնեցվեց։ Լելեթեփեն արդեն վերցրել էին թուրքերը, ընդ որում այն գումարտակը, որը զրահատեխնիկայի շարժ էր իրականացրել թշնամու զորքերի առաջ խաղացումը կասեցնելու համար, այդ սպայի նկատմամբ էր, եթե չեմ սխալվում, քրեական վարույթներ հարուցեցին եւ այլն։ Հետո կանգնեցվեց, գնացին խոստացան, թե ինչ արեցի, այդ ՊՊՑ գնդի գրավման օպերացիան տեղի ունեցավ։ Սա ըստ երևույթին բեմականացված ինչ-որ մի բան էր, գուցեև որոշները կիմանային, որոշները կգտնվեին օգտակար ապուշների կարգավիճակում, չգիտենք, պատմությունը կբացահայտի։
եւ իրավաքաղաքական դաշտը հիմա այն ինչ որ ես ասում եմ, սա իմ վերլուծությունների արդյունքում եկած այն տեսակետն է, որը որ ապրելու իրավունք ունի, բայց չի հավակնում ճշմարտության վերին ինստանցիային։ Սա պետք է ապացուցվի դեռ։ Բայց սա իմ համոզմունքն է, ինչն է ինձ դրդել, որ ես մուտք գործեմ քաղաքական դաշտ։ Եվ այդ ՊՊՑ գնդի խմորումներն ու խռովությունները, որը իրոք լայն թափ հավաքեց Հայաստանի Հանրապետությունում, գուցե եւ արտաքին աշխարհին ինչ որ մի process-ները դանդաղեցնելու էին ծառայում։ Միջև որ կհասունանար Գյումրիից Երևան քայլողների process-ը։ Եվ այստեղ շախմատի խաղատախտակի վրա ձիով քայլանելուց հետո շախմատը անմիջապես վերածվեց հեծանիվի։ Եվ այստեղ արդեն ժողովուրդը խաբված մնաց, որտեվ այն process-ները, որոնք որ ծավալվում էին, մարդկանց եւ քաղաքացիական հանրույթի հոծ բազմություն դուրս եկավ, մարդիկ չէին եկել պլան կատարելու, մարդիկ եկել էին հեղափոխություն անելու։ Այդ հեղափոխությունը իրականացել է, բայց հեղափոխության դրոշակակիրը ուրացել է հեղափոխության արժեքները։ Դա էր պատճառը, որ հեղափոխությամբ առաջ քաշված մոտեցումները չկապիտալիզացվեցին, չմերժվեցին, նրանք ովքեր որ մերժվելու ենթակա էին։ Չփոփոխվեց մոտեցում, չպատրաստվեց, չկառուցակարգվեց պետական կառավարման համակարգ։ Հիմա այդ հարգելիները ոչ հաջողել են արդարության վերականգնման համատեքստում, ոչ հաջողել են երկրի պաշտպանական դիմադրողական քաղաքականությունը իրականացնելու, կորցրել են Արցախը, թեպետ ես խիստ կասկածներ ունեմ, որ դեպքերի իրադարձությունների զարգացումը այսպիսին կլինեն, եթե պատշաճ կադրային կապիտալ լիներ համապատասխան վայրերում նշանակված։ Ձախողել են կադրային քաղաքականությունը, ձախողել են երկրի տնտեսության իմի բերելու եւ կայացման, ռազմաքաղաքական շրջադարձ անելու հանգամանքը, միջև այսօր ՀԱՊԿ անդամ ենք, մարդկանց այնքան են հիմարի տեղ դնում, որ ՀԱՊԿ անդամ լինելով հանդերձ, ասում են 1 ամիս հետո Եվրամիության անդամակցելու հայտ ենք ներկայացում, լուրջ եք ասում։ Դուք տնտեսական մեկ կառույցում գտնվում եք, ուրիշ տնտեսական կառույցում անդամակցելու հայտ եք ներկայացում, հո դուք հիվանդ չեք։ Այդ նույնն է, ոնց որ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ լինես, ասես գործերս տալիս եմ ընդունվեմ մտնեմ ՆԱՏՕ։ Խելացնորության աստիճանի։ Հիմա այդ բոլոր process-ները տապալելով հանդերձ գտել են պատճառը որտեղ է։ Եկեղեցին է պատճառը։ Ինչքան տաղանդավոր պետք է լինի մարդ, որտեղից որտեղ եկավ։ Քո ֆունկցիան երկրի պաշտպանունակության, անվտանգության կայացման գործընթացը պետքա լինի, դու զբաղվել ես հոգևորականների հոգևոր դասիրակությամբ շարականներ ես կարդում։ Այդ շարականներով, որ դու Հիսուս Քրիստոսին համարում ես քո ամենամեծ հերոսը, գերիների եւ անհետ կորածների հարցը ինչի չես բարձրացնում։ Քրեական վարույթներել կարճել ես։ Քո ամենամտերիմ հարևանի ճակերտավոր ասած նկատմամբ, որն էլ սանձարձակ կերպով սա քաղաքացիությունները կբաժանի բռնադատվածներին, կասի իմ քաղաքացիներն եմ դատում, դուք ով եք։ Ու կստացի, որ նրա քաղաքացիները Լեռնային Ղարաբաղի ընտրված իշխանություններն էին։ Հատուկ ծառայություններ, եթե մենք ունենայինք նորմալ ռազմաքաղաքական ղեկավարություն, անգամ Սաֆարովը չէր կարողանա պլստարը, ելուր մնաց այդ դասալիքները։ Ես իրականում ցավ եմ ապրում, որտեվ ես շատ լավ գիտեմ հայի հնարավորությունները, հայի տաղանդը։ Բոլոր կայսրությունները օգտվել են հայի տաղանդով, հայի հնարավորությունները։ Ու մենք այսպիսի ողբալի իրավիճակում ոնց է ստացվել, որ սրիկաները եկել են բարձրացել են վերև։ Հայի տականքը ոնց է ստացվել, որ Հայաստանը կործանելու գլխավոր ճարտարապետն ու հեղինակն է դառնում։ Ցավոք սրտի արդեն այս ամեն ինչը որ բերել է ինձ այս գիտակցման, մի տրամաբանական հարցադրում է առաջ քաշում։ Արդյոք մեր գլխավոր թշնամիները իզորու էին մեզ այս իրավիճակի մեջ նետելու, եթե չլիներ հայի տականքը։ Այսպիսի մի հարցը, ինչ է կարծում, եթե այսօր այդպիսի նման իրավիճակ ստեղծվեր, այսօրվա հասարակական քաղաքական մթնոլորտում, արդյոք կլիներ նման ողբերգություն, իրադարձություն, բազմադրությամբ։ Մենք ռիսկերը միշտ ունենք, պահպանում ենք։ Հայաստանի Հանրապետությունը հիմա գտնվում է ոչ միայն ուղիղ ռազմական հարձակման ագրեսիա կիրառելու ռիսկի տակ, այլ նաև մենք ապրում ենք կոգնիտիվ գիտակցական պատերազմների ամենօրյա գրոհի տակ։
կոգնիտիվ գիտակցական պատերազմները, ինչ եմ ես ասում կոգնիտիվ եւ գիտակցական։ Կոգնիտիվը նույն գիտակցականն է, ուղղակի մարդկանց պետք է բացատրենք, որ արտասահմանյան տերմինաբանություն միայն չլինի։ Գիտակցական պատերազմները ունեն 3 տարատեսակ։ Առաջինը ապատեղեկատվությունն է։ Մենք հիմա անընդհատ ինֆոդաշտում, մասնավորապես սոցիալական կայքերի միջոցով ահռելի քանակությամբ ապատեղեկատվություն է լցվում մեզ վրա։ Երկրորդ տեղում հոգեբանական պատերազմներն են։ Մեզ ճնշում են։ Մեզ ասում են դուք թույլ եք, դուք փոքր եք, դուք խեղճ եք, դուք չեք կարա։ Եվ այլն եւ այլն։ Եվ երրորդը պատումների պատերազմն է, նարատիվների պատերազմը։ Դուք տեսեք, որ մենք եւ տեղեկատվության, ապատեղեկատվության դաշտում ենք պարտվում, եւ հոգեբանական պատերազմների դաշտում ենք պարտվում, եւ նարատիվների պատերազմում ենք պարտվում։ Այդ թվում մենք գիտենք, որ օտարերկրյա պետությունները, որոնք կոնվենցիոնալ կամ հիբրիդային մեթոդներով չեն կարողանում ռազմական ուժ կիրառել Հայաստանի հանդեպ, կոնվենցիոնալը այն է, երբ որ ինքն իր զինված ուժերով է հարձակվում, հիբրիդայինը, երբ որ ուրիշին է օգտագործում քո վրա հարձակվելու։ Ոնց որ ժամանակին Պետրոս Մեծի ժամանակ բրիտանացիները հիբրիդային պատերազմ մղեցին շվեդների դեմ, Ռուսաստանին համոզելով հարձակվելու շվեդների վրա։ Պարզ օրինակ։ Ապա նրանք ոչ կոնվենցիոնալ մեթոդներ կարող են ընտրել։ Ոչ կոնվենցիոնալ մեթոդները երկակի են լինում։ Մեկը ռազմավարական, երբ որ ռազմավարական սպառազինություն կիրառելով են հարցը փակում։ Օրինակ, միջին հեռահարության, միջուկային տակտիկական սպառազինություն եւ այլն եւ այլն։ Դա բացառում եք, որտեվ դա գլոբալ աղետի կամ տարածաշրջանային աղետի պատճառ կարող է հանդես գալ։ Երկրորդ տարատեսակը ահաբեկչություններն ու քաղաքական սպանություններն են։ Մենք երաշխավորված չենք դրանից։ Եվ այստեղ գալիս է մի կարևոր հիմնահարց, որտեղ Հայաստանի Հանրապետությունը օր առաջ պետք է կարողանա կառուցակարգել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, խորհրդանիշները, պետական այրերին եւ հատուկ տեղեկատվությունը պաշտպանող հատուկ ծառայությունների կայացում։ Իրապես ուժեղ հատուկ ծառայությունները շքեղություն են, որոնք կարող են թույլ տալ իրենց միայն հզոր երկրները։ Մեզ պետք են օդի եւ ջրի նման հատուկ ծառայություններ, իրապես կայացած ամուր ոտքերի վրա կանգնած, ազգային հիմքի վրա։ Խոսեցինք պետության մասին, ըստ ձեզ ինչ է պետությունը, ոչ սահմանադրությամբ, այլ ըստ էության։ Ըստ էության դասական ակադեմիական գիտությունը ասում է պետությունը քաղաքական համակարգ է։ Մենք գիտենք, որ պետության զուգահեռ քաղաքական համակարգ է նաև կուսակցությունը։ Պետությունը քաղաքական համակարգերից ամենակարևորագույնն է, բայց դա կոնստրուկտ է, ճարտարապետություն, շենք, շինություն։ Չի կարելի դժգոհել շենքից, եթե այնտեղ ցուրտ է։ Դա նշանակում է, որ այդ շենքի կոմունալ ծառայությունները լավ չեն աշխատում, ինչպես Ստալինը ասում էր, ամեն խնդրի հետևում անուն ազգանուն կա։ Այսինքն պետությունից բողոքելուց առաջ մենք պետք է հասկանանք, որ այդ պետության կոնստրուկտը անուն ազգանուններ են ամբողջացնում։ Պետությունը կառույց է, եւ երբ հայ ժողովուրդը հասկացավ, գիտակցեց, որ անկախ պետականությունն է միայն հոգալու ազգային իղձերն ու իրավունքները, երբ որ 1600-1700-ական թվականներին հայկական առևտրային ընկերությունները, կապիտալը եւ անձիկ հասկացան, որ իրենց շահերն ու իրավունքները կարող են բավարարվել եւ սպասարկվել միջազգային իրավունքի տեսակետից միայն այն պարագայում, եթե նրանք ունենան անկախ պետականություն։ Դա էր պատճառը, որ Կալկաթայի հայ համայնքի Շահամիր Շահամիրյանին նրանք մեծ քանակությամբ գումարներ տվեցին, որ հայկական պետականության սահմանադրությունը գրի, որոգայթ փառացը։ Իմ ձևակերպմամբ Հայաստանի Հանրապետությունը ժամանակի մեքենա է, որի շնորհիվ հայ ժողովուրդը կարող է տեղափոխվել ապագա։ Առանց Հայաստանի Հանրապետության մենք կմնանք ներկայում եւ կդառնանք վերապրուկ։ Սա մեր ժամանակի մեքենան է, մեր երեխան է, մենք պետք է հոգ տանենք նրա նկատմամբ, պաշտպանենք, փայփայենք աչքի լույսի նման մեր պետականությունը։
Ինձ միշտ թվում է, որ մենք մեր պատմության ամենամեծ դասերը երբեք չենք կարողանում վերածել փորձի։ Արդյոք դուք համամիտ եք, որ դա է մեր գերխնդիրներից ամենամեծը։ Անշուշտ, որովհետև մենք վաղվա օրվա համար փութացող ժողովրդից վերածվել ենք այսօրվա ժողովրդի։ Այսօր լավ լինի, կուշտ լինենք, հարմար լինի, լավ է։ Բայց վաղվա օրվա մասին փութացող ժողովուրդը քայլ առ քայլ աշխատանքի միջոցով կայացնում է մի իրավիճակ, որտեղ իր սերունդները կարող են անկախ ապրել եւ բարեկեցիկ ապրել։ Եթե մենք կարողանանք հասկանալ, որ մենք անցողիկ ենք, ի վերջո մարդը կարող է հաց ու պանիրով էլ կշտանալ եւ կարող է հաց, կարագ եւ խավիարով էլ կշտանալ։ Բայց եթե դու կարողանում ես արդար քրտինքով դա ապահովել, դա վատ բան չի, դա լավ բան է։ Բայց եթե դրա հիմքում պետքա լինի սրիկայություն, չի կարելի երբևիցե արդար հաց ու պանիրը փոխարինել։ Մարդիկ որովայնապաշտ պետք է չլինեն։ Մարդիկ պետք է հասկանան, որ իրենց կատարած գործողությունները ազդեցություն եւ արձագանք են թողնելու ժամանակների վրա։ Մենք տեսանք մեր կյանքի որակի եւ մեր ընտրանու որակի հետևանքները ինչ աղետ բերեցին մեզ վրա 2020 թվականին։ Եվ ես գտնում եմ, որ այսօրվա օրով ապրելու գլխավոր պատճառներից մեկը երկարատև պետականազուրկ լինելու պատճառն է։ Պատճառը հետևանքային կապն է, որտեվ անցյալից դասեր քաղելու գլխավոր մեխանիզմը կրկին պետությունն է։ Մարդկանց հիշողությունը կարճ է։ Պետության հիշողությունը ստաբիլ եւ հիմնավոր։ Եվ եթե պետությունը զորեղ է, դասեր քաղելու հնարավորությունից օգտվում է, ապա կարողանում է մեծ ռազմավարություն կառուցակարգել, որը կտանի իրեն դեպի ապագա։ Պարոն Սիմոնյան, այսօրվա սերունդը կարելի ասել տեղյակ չի, մեղմ ասած չի հիշում 99 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունը։ Ինչպես կարելի է ըստ ձեզ նրանց պատմել այդ պատմությունը առանց վախ սերմանելու եւ նաեւ այնպես անել, որ մոռացության չգնա։ Այսօրվա սերունդը նաեւ բնութագրվում է մի կարևոր հատկանիշով, ասում են, որ ապոլիտիկ են, քաղաքականացված չեն, այսօրեական են։ Ես սա արատ եւ թերություն չեմ համարում, ես սա համախտանիշ եմ համարում։ Պատճառը ո՞րն է, որ այսօրվա երեխաները քաղաքականությունից հեռու են փորձում մնալ։ Իմ կարծիքով ստրեսը։ Քաղաքականությունից հեռու մնալը դա փախուստի մի ձև է։ Իրականությունից փախչելու մի ձև։ Իսկ երբ է մարդը իրականությունից փախչում, երբ որ ստրեսի մեջ է։ Այսօրվա երեխաներին պատշաճ քաղաքականությամբ չեն կրթել եւ նրանց սոցիալիզացիան, նրանց ապագայի իղձերի իրականացման ռեալիզացիայի հարցը բաց է մնացել։ Այս խնդիրներով պետությունը պետք է զբաղվի, ոչ թե պատարակների որակական հատկանիշներով կամ հոգեվորականների ուխտը դրժելու կամ չդրժելու։ Ինձ համար ընդհանուր առմամբ միևնույն է, ով է իր կուսակրոնության ուխտը պահել, թե ուխտը չի պահել։ Ես աշխարհիկ մարդ եմ, ռազմաքաղաքական հարցերով զբաղվող։ Թող դրանով մտածեն աստվածաբանները, հոգևորականները, եկեղեցին։ Իմ ինչ գործն է։ Ես պետք է մտածեմ երկրի պաշտպանունակությունը ոնց իմի բերեմ։ Զինված ուժերը կանոնակարգեմ, տնտեսությունը զարգացնեմ, հանրակրթությունը բարձր մակարդակի բերեմ։ Եկեղեցու հոգսն չես վերցրել քո վրա։ Ուրեմն գնա սքեմ հագի, ինչի ես դարձել պատուհաս ժողովրդի համար։ Փոխկապակվոր քաղաքական թիվ 1 ամբիոնը օգտագործելով նման հարցեր քննարկելու համար։ Անհարմար չի։ Պարոն Սիմոնյան, դուք շատ եք խոսում ռազմավարական ընտրանու եւ հայեցակարգային իշխանության մասին, դա ինչ է։ Հայեցակարգային իշխանությունը դա ռազմավարական փաստաթղթերով առաջնորդվող պետական կառավարման համակարգն է, որոնց գագաթը մեծ ռազմավարությունն է։ Երկրներ կան, որ մեծ ռազմավարությունը 20 տարվա համար են կազմում, երկրներ կան 50-ից 100 տարվա համար, երկրներ կան 500 տարվա համար, օրինակ Չինաստանը։ Մեծ ռազմավարությունը գլոբալ 5 կետից կարող է բաղկացած լինել։
եւ պատասխանում է այն հարցին, թե ինչպիսի պետություն ես ուզում տեսնել իդեմս Հայաստանի Հանրապետության 30 տարի հետո։ Մեծ ռազմավարությունից առանցվում է ազգային անվտանգության ռազմավարությունը։ Ժամանակակից արագացած աշխարհում ազգային անվտանգության ռազմավարությունները անընդհատ վերանայվում են 2 տարին մեկ անգամ։ Ազգային անվտանգության ռազմավարությունից առանցվում են ոլորտային ռազմավարությունները։ Ոլորտային ռազմավարությունները իրենց հերթին դառնում են տակտիկական մարտավարական օղակի փաստաթղթեր։ Տակտիկական մարտավարական օղակի փաստաթղթերը վերածվում են գործի։ Գործը դառնում է ուժ, ուժը իրավունք։ Սա հայեցակարգային իշխանությունն է, որ հայեցակարգերի միջոցով է պետական կառավարման համակարգը իրականանում, բայց այդ հայեցակարգի գլխավոր իմպլեմենտատորը, կյանքի կոչողը, ռազմավարական ընտրանին է, որը ունի մեկ բանաձև՝ ազգային հիմքի վրա ուսյալ, մասնագիտական բարձր հմտություններ ամբարած, անարատ կենսափորձով աչքի ընկնող անհատներ, որոնք ազգային շահը դասում են ավելի բարձր, քան անհատական եւ խմբային շահերը։ Ահա եւ ձեզ ռազմավարական ընտրանու բանաձևը։ Այդ մարդկանց ինստիտուտը կայացնել է պետք։ Այդ մարդկանց օրորոցից միջև վերջնանպատակ ստեղծել է պետք։ Նրանց վրա ծախս են անում պետությունները։ Միլիոնավոր դոլարներ։ Նրանք հատուկ արյուն չունեն, նրանք ընտրվում են բոլորից, բոլորը ընտրվելու հնարավորություն ունեն, անկախ սոցիալական, կրոնական, քաղաքական համոզմունքներից։ Այդ երեխան կարող է ծնվել շատ աղքատ ընտանիքում։ Այդ երեխան կարող է ծնվել հարուստ ընտանիքում։ Այդ երեխային իր որակական հատկանիշներն են դնելու այն ուղեծրի մեջ, որում ծնվում եւ կայանում են ռազմավարական էլիտաները։ Եվ ռազմավարական էլիտան ի վերջո հասկանում է, որ ազգի ու պետության կարևորագույն առաքելությունների կատարման գլխավոր դերակատարը շատ հնարավոր է, որ ինքը չլինի, այլ ինքը դուռը բացողը լինի պրոֆեսիոնալների համար, որովհետև նրանց կարևորագույն դրոշակը մերիտոկրատիան է, շնորհապետությունը, արժանավորների իշխանության հաստատումը։ Պարոն Սիմոնյան, նոր անկախացած Հայաստանում որոնք են ամենատարածված պատրանքներն ըստ ձեզ եւ ինչպես պայքարել նմանատիպ երևույթների դեմ։ Առաջի ամենամեծ պատրանքն այն էր, որ կոմունիստական հասարակությունից կարելի էր ստանալ կապիտալիստական տնտեսական իրողություններ։ Դա ծնեց օլիգարխիա, փոքր խմբեր, որոնք որ ճարպիկ գտնվեցին, սպեկուլյանտներ, որոնք որ նախկինում հանցագործ կարգավիճակ ունեին, նախկին համակարգի մեջ ճարպիկ գտնվեցին կապիտալիստական իրավիճակներում, վայրի ազատականության դրսևորման պայմաններում ստացան ամեն ինչ, մնացյալը ոչինչ։ Պետք էր քայլ առ քայլ դա իրականացնել, բայց մենք չունեինք ռազմավարական ընտրանի, որ դա գիտակցեր, կամ հատուկ էին անում, ասում են, որ լավ են հասկանում են, հատուկ են անում, ով գիտի, այլընտրանքային արդարադատությունը կպարզի։ Հաջորդ պատրանքը, որ պետությունը կարող է հոգալ իր անվտանգությունը, արտապատվիրակելով անվտանգության կատարումը այլ հզոր պետության։ Այսինքն մեծ եղբոր գաղափարը Ռուսաստանը կա, ով մեր վրա կհարձակվի։ Պատրանք։ Այդ պատրանքը տարբեր ձևերով հիմա էլ կա։ Մտնել ինչ-որ մեկի թևի տակ, հոգացող թևի տակ, բայց չեն հասկանում, որ այդ թևը մի օր այդ թևի ծանրությամբ քեզ լղջելու է սատկացնի։ Դու ինքդ պետք է պաշտպանունակ լինես, վարձկան բանակները առաջինն են դավաճանում, որտեղ վարձկան բանակները չեն կռվում սկզբունքների եւ համոզմունքների ու սրբությունների համար, դու քո զինված ուժերը պետք է ունենաս։ Մյուս պատրանքը, որ ով պետք է մեզ թույլ տա ինչ-որ մի բան անենք։ Սուտ, գունագեղ սուտ։ Իսկ ումից ես դու թույլտվություն հարցնելու առհասարակ։ Ումից ես թույլտվություն հարցնելու։ Դու ունես կյանք, ունես քո ճակատագիրը տնօրինելու աստվածատուր հնարավորություն, գուցե եւ քո մեթոդներն ու ձևերն են խեղճ,
Բայց դրանց խեղճ լինելը եւ խեղճ չլինելը քեզանից չի կախված։ Միանշանակ։ Այդ դեպքում ֆրանսիացիները ասում են, չէ՞։ Ամավի կոմժադի։ Իմ կյանքն է, իմ կանոններն են։ Քո ժողովուրդ որպես ազգ, որ անկախ պետականություն ես կայացնում, քո ինքնիշխանությունն է, քո երկիրն է, քո կանոններն են։ Պատրանք համար 3-ներ։ Ով քեզ թույլ կտա։ Առաջինը, որ վայրի կապիտալիզմը կարող էր կոմունիստական հասարակությունում արդյունավետ լիներ, երկրորդը, որ մեծ եղբոր գաղափար կար, որ օտար պետությունը կարող սպասարկի քո ազգային անվտանգությունը, երրորդը, որ դու ով պետքա թույլ տա։ Չորրորդը, մի հոգուց ինչ է կախված, որ ինչ է լուծելու իմ ձայնը։ Սրանից ավելի ճաճանչափայլ սուտ դժվար է երևակայել։ Այսինքն, եթե մարդ գիտակցում է կամ ինքն իրեն համոզել է, որ իր ձայնը ոչինչ չի լուծելու, այդ մարդը հանցագործությունների շարքի դուռ է բացում։ Նվազագույնը իր քաղաքացիական հնարավորությունները չի իրացում, չի գնում ընտրության։ Հնարավորություն է տալիս կեղծիքի, հնարավորություն է տալիս ոչ պատշաճ դերակատարների ընտրվելու։ Մի հոգուց շատ բան է կախված։ Մի հոգու բացահայտումը, մի հոգու աշխատանքը կարող է աշխարհ փոխել։ Եվ սա Գուրգեն Սիմոնյանի ասածը չի։ Արնոլդ Թոյնբին ասում էր, ինչ կլիներ, եթե Ալեքսանդր Մակեդոնացին չլիներ։ Մակեդոնացին քանի հոգի էր։ Մի հոգի։ Կամ ասում էր, ինչ կլիներ, եթե Մակեդոնացին չմեռներ այդքան երիտասարդ։ 30 տարեկանում։ Ինչ կլիներ։ Ինչ կլիներ, եթե մի հոգին չփոխեր ամբողջ պատմության ուղղությունը, մի հոգին նյուտոնյան ֆիզիկան չփոխեր, միջուկային ֆիզիկան չզարգացներ, էլեկտրական հոսանք չհորիներ, գիտությունը չզարգացներ, չգնար ընտրության քվեն չնետեր, աշխարհն է հենված մի հոգու վրա։ Չորրորդ պատրանքը, որ ինչ կարող է որոշել մեկ հոգին։ Շատ բան, երկրի ճակատագիր կարա որոշի մի հոգին։ Դա պատրանք է, որ ձեզ խաբել են, ու մարդիկ հավատացել են։ Հաջորդ պատրանքը մահախոսականը ժամանակից շուտ, որ ասում են դե արդեն ամեն ինչ կորսված է, վերջ։ Սուտ է։ Եթե ձեր կուրծքը լցվում է թթվածինով, դեռ շնչում եք, նշանակում է ձեր հնարավորությունները կան։ Ջախջախված լինելը նորմալ է, ծեծ ուտելը նորմալ է։ Նորմալ է, երբ որ մի ինչ-որ իրավիճակում ձեր իրավունքները կարող են ոտնահարվել։ Նորմալ է ընկնելը, նորմալ է սխալվելը։ Նորմալ է ամեն ինչը, հիվանդանալը։ Բայց իրական մարդը եւ ազգը այն է, որ այդ խոցելի իրողություններից հետո միևնույն է ոտքի է կանգնում։ Պարտվել եք, հիմա եթե դուք ձեզ համարում եք պարտված, ես անձամբ չեմ համարում ինձ պարտված, որովհետև պատերազմի ավարտը կասեցվել է, պատերազմը չի շարունակվել։ Իսկ պատերազմը անկանխատեսելի է։ Սկզբում հաղթողը պարտադիր չի, որ վերջում հաղթող կլինի։ Հիմա ենթադրենք ժողովրդի մեծ մասին կամ մեծ մասին չէ, ինչ որ մի հատվածին համոզել են, որ պարտվել ենք։ Անկամ եթե այդպես է, հետո ինչ, փուլ եկավ երկրակամարը։ Ոտքի կանգնեք, թափ տվեք ձեր շորերը, ձեր մեջքը շտկեք, ճապոնացիներն էլ են պարտվել։ Տեսեք ինչ երկիր են կառուցել, մի հատ ուրիշ մոլորակ է Ճապոնիան։ Իրենց տեխնոլոգիաներով հանդերձ, այդքան որ մեքենաները տես սիրում ենք, իրենց Toyota-ները, Lexus-ները, իրենց մեքենաները, տեսեք ինչ երկիր են սարքել։ Գերմանացիներն էլ են պարտվել։ Ամերիկացիներն էլ են պարտվել։ Ամերիկացիների պարտությունը Վիետնամում բերեց նրան, որ ամերիկացիները վերանայեցին իրենց զինված ուժերի կարգավիճակը։ Ռուսներն էլ են պարտվել։ Թուրքերը առհասարակ կործանումից են պլստացել 2-3 անգամ։ Պարսիկներն էլ են պարտվել, արաբներն էլ են պարտվել, ֆրանսիացիներն էլ, անգլիացիներն էլ, իսպանացիները առհասարակ խայտառակ պարտություն են կրել իսպանական արմադայի փայտերից մինչև այսօր անգլիական սեղաններ են սարքել, վրան թե են խմում ու ուրախանում են իրենց հաղթանակով։ Նիդերլանդացիներն էլ են պարտվել, Պապուա Նոր Գվինեայի անդրավարտիկով պտտվող հասարակությունները պարտվել, բոլորն էլ պարտվել են։ Հետո ինչ։
Այսօր կպարտվենք, վաղը կհաղթենք։ Կորսված չի, մահախոսական մի խոսեք, շնչողի վրա։ Մեր պետությունը ապրում է եւ ապրելու է ի հեճուկս բոլոր չուզողների եւ մեր թշնամիների, որտեվ Հայաստանի Հանրապետությունը հավերժականի Հավիտյանի մասին է։ Պարոն Սիմոնյան, շատ հաճելի եւ հետաքրքիր էր ձեզ հետ զրուցելը։ Հոկտեմբերի 27-ի իրադարձությունը մեզ սովորեցնում է ոչ միայն ցավի, նաեւ պատասխանատվության մասին, հետեւաբար իմ կարծիքով նաեւ դա պետության իմաստը նաեւ պատասխանատվությունն է ժողովրդի ու պատմության առջև։ Շատ ճիշտ եք, համաձայն եմ։ Շնորհակալ եմ լավ զրույցի, հետաքրքիր զրույցի համար։